Երբևէ մտածել ես, որ Նարեկը էգոիստ է։ Այո։ Ճիշտ է։ Դուք պայմանավորվեցինք, որ դուք միասին եկել եք, միասին պետք է գնաք։ Տարբերակ չունի ուղղակի։ Ես ներվայնանում եմ, որ ինքը հեռախոսի մեջ է մտնում ժամերով։ Իմ կամքով ես ասացի, չէ, մենք պետք է անենք այնպես, ոնց դու ես ուզում։ Կոկեր այդ content դրական ներկայացնում։ Դրական չէ։ Իրականում ինքն էլ է լավ կառավարում on-line shopping-ներում։ Այսինքն դու հաշվում ես իմ առածի գինը։ Ես հասկացա, որ ես շատ սխալ ու շատ գեշ բաներ եմ ուղղակի։ Սերիֆիկատոր Գոսպորտի եթերում Բարի օր, եթերում սերիֆիկատորն է։ Եվս մեկ շատ համարձակ զույգ համաձայնվել է ստի դետեկտորի առկայության դեպքում պատասխանել մեզ ամենից շատ հետաքրքրող հարցերին։ Դոնա Հարությունյան եւ Նարեկ Կիրակոսյան, բարև ձեզ։ Բարև ձեզ։ Ոնց եք, լավ եք։ Ընտիր։ Շատ լավ։ Մարդիկ, ովքեր վարում են բլոգ սիրո եւ առողջ հարաբերությունների մասին, իսկ ստի դետեկտորը այսօր կչափի նրանց անկեղծության աստիճանը։ Մենք ձեզ համար պատրաստել ենք շատ հետաքրքիր հարցեր, որը կհնչեցնենք 3 փուլերի ընթացքում։ Վերջում դուք ունենալու եք ձեր զույգի անկեղծության չափանիշը։ Մենք ունենք 3 փուլ, առաջին 2 փուլերի ընթացքում ես ձեզ կուղեմ հարցեր, 3-ական հարց յուրաքանչյուրից, իսկ ահա երրորդ ամենասպասված, ամենամիստիկ փուլի ընթացքում դուք կուղեք ձերից կողմից պատրաստված հարցերը, որը այսքան ժամանակ ձեր համատեղ կյանքի ընթացքում ձեզ տանջել է։ Մեկնարկում է առաջին փուլը, որը կոչվում է սրտխփոց։ Սկսեցինք։ Նարեկն այն եզակի տղամարդկանցից է, որը բլոգում նկարվում է առանց կնոջ խնդրանք ճնշումների։ Այնուամենայնիվ, Նարեկ ջան, եղել է պահեր, որ ուզես փակես բլոգի էջը։ Ոչ։ Ճիշտ է։ Պատասխանը ճիշտ էր։ Պատասխանը ճիշտ էր։ Բա տեսնում ես, հանուն քեզ ինչերի եմ պատրաստել, ես Բայց դու անկեղծ են եզակի տղամարդկանցից, ով առանց ճնշումների Ես չեմ ճնշում, չէ։ դե հայացքը արդեն հետ չի հավելյալ ճնշումներ։ Դա նայում է բարձ արդեն։ Բայց ոնց որ արդեն հաճույքով ես, հա, մասնակցում։ Հաճույքը տանեք խոսանք, լավ։ Մենք սկզբից պայմանավորվեցինք, որ դուք միասին եկել եք, միասին էլ պետք է գնաք։ Համենայն դեպս մենք մեքենայով ենք եկել, հույս ունեմ Դոնան վերջում տաքսիով չի վերադառնա։ Ես հույս ունեմ։ Ես այդ հույսով եկել եմ, չգիտեմ։ Պետքա որ ամեն ինչ լավ լինի։ Առաջի հարցին շատ անկեղծ պատասխան տվեցիր։ Երկրորդ հարցը։ Նարեկ ջան, արդեն համակերպվել ես, որ նոր տան ինտերիերը միևնույն է կնոջդ ուզածովը լինելու։ Այո։ Ճիշտ է։ Պատասխանը ճիշտ է։ Տարբերակ չունի ուղղակի։ Իրականում, հա, ես ուղղակի շանս չունեմ, որովհետև իմ ուզած մուգ գույները բացարձակ չի համապատասխանում իր ցանկությունների հետ, որովհետև ինքը մինիմալիստիկ ոճի սիրահար է։ Ուղղակի տարբերակ չունենք։ Ես հակամարտությունում միանշանակ զիջեցի իրան, որովհետև այն հայացքը։ Հա, բայց դες մեր սցենարիստները ինչ բրավո մեր սցենարիստերին։ Ինչ ճիշտ են հարցը գրել։ Համակերպվել ես այդ մտքի հետ, ոչ թե քոսրտով, թե քոսրտով չի։ Իսկ մեր Նարեկը արդեն համակերպվել է, որ ամեն ինչ լինի քոսրտով Դոնա ջան։ Հա։ Հեշտ համակերպվեցիր, թե ամեն դեպքում շատ եղան տարաձայնություններ եւ կոնֆլիկտներ, այսպես ասած։ Մի քանի հատ տենց քննարկումներից հետո արդեն պարզ դարձավ, որ ես սխալվում եմ, պետք է լինի բաց գույների մեջ։ Հա, ես հասկացա, որ ես շատ սխալ ու շատ գեշ բաներ եմ ուղղակում։ Չգիտեմ այդ ոնց, ես էլ համոզվեցի արդեն, որ դա տենց, հա։ Ու իմ կամքով ես ասացի, չէ, մենք պետք է անենք այնպես, ոնց դու ես ուզում։ Ես չեմ ստիպել ամեն դեպքում։ Նարեկ ջան, առաջին սրտխփոց փուլի վերջին հարցը քեզ։ Դոնան երեխային ունենալու թեմայով հաճախ է կատակում, որ կուզեր իր փոխարեն այդ պատասխանատվությունը դու վերցներ քեզ վրա։ Հիմա հարց. Եթե գիտությունը հնարավորություն ստեղծեր, որ տղամարդի կնոջ փոխարեն զգային ծննդաբերության այդ ցավը, երկրորդ երեխային ունենալիս քեզ վրա կվերցներ այդ ցավը տանելու բեռը։ Այո։ Ճիշտ է։ Հպարտացիր, պատասխանը ճիշտ էր։ Ես շատ եմ սիրում։ Ես էլ քեզ եմ շատ սիրում, բայց գիտությունը այդքան դեռ չի։ Դրա համար էլ։ Շատ լավ, չեմ հպարտանում։ Հույս ունեմ Հուսակ այդքան չի զարգանում։ մոտ ժամանակներում չի զարգանում։ Զորությանը։
Շնորհակալություն դու առաջ փուլի ընթացքում եղել մաքսիմալ անկեղծ Նարեկ ջան, իսկ հիմա անկեղծ լինելու Դոնայի հերթն է։ Դոնա դու երբևէ մտածել ես, որ Նարեկը էգոիստ է։ Այո։ Ճիշտ է։ Խաղը սկսվեց։ Հիմա ինձ խնդրում Պատասխանը ճիշտ է։ ասա որ սա կատակ է ուղղակի, որովհետև ես չեմ ուզում համակերպեմ դրա։ Ես ինչով եմ էգոիստ եղել էլ երկու ժամանակ։ Էգոիստ է։ Դեպքեր, հստակ դեպքեր ուզի, օրինակներ։ օրինակ։ Երբ է դրսևորել էգոիստություն։ Դե Ճիշտ ուղղորդում ռազի կողմից, երբ դե չեմ կարող կոնկրետ ասեմ երբ, բայց բնավորությամբ վիրավորված եմ։ ինքը իր անձ այնքան շատ է սիրում։ Այնքան վիրավորված եմ։ Հա, բայց հիմա գուցե եղել է դեպք, որը Նարեկը չի դիտարկել որպես էգոիստություն, իսկ դու հիմա ուղղորդես, ասես այ էս որ արեցիր, դա էգոիստություն էր։ Չեմ կարող ասեմ ինչ որ դեպք, ուղղակի Բայց հաստատ էգոիստ է։ շատ։ Անհիմն մեղադրանքներ, ես չեմ ընդունում։ Ինքը իր անձ այնքան շատ է սիրում, որ ինչ որ հարցեր որ լինի, կարող է նա իր կոմֆորտին առաջին հերթին, չեմ ասում իմ ու իր մեջ էլի առհասարակ բնավորությամբ, բայց դե գուցե։ Նարեկ ջան, եթե ինչ է նորմալ է։ Դե լավ։ Եթե ինչ դա նորմալ է։ Ես խափեի։ Շփվենք, հա։ Նարեկ ջան, դու ունես հնարավորություն մեզ ասելու, իսկ Դոնան էգոիստ է։ Չէ։ Այս ասի։ Դե որտեղից է։ Չէ, ես այդ մարդը չեմ, ես սխալ բան չեմ ասի։ Դու էգոիստ ես, բան ասես։ Ես էգոիստ չեմ, այդպես բան Աստված ասեմ։ ասել է առաջինը քո ծառը ջրի, ինքը լրիվ դա ուղիղ է հասկանում։ Առաջինը միշտ իր ծառն է ջրում։ Իմ ծառը դու ես, կյանք ես։ Որից բավարար ջրում եմ ասում։ Всё։ Չէ, շատ պատրաստված է Նարեկը։ Շատ։ Եմ ասում, գերազանցիկ է։ Լավ է։ Դա։ Ինձ մի մանիպուլացրեք։ Դե դեպքում երկրորդ հարցը քեզ Դոնա ջան։ Եղել է նյարդայնանաս ամուսնուդ բարեկամների խորհուրդներից, բայց իրեն չասես։ Այո։ Ճիշտ է։ Պատասխանը ճիշտ էր։ Հիմա հարց, եղել է որ նյարդայնանաս, թե որ նյարդայնանաս չասես։ Քեզովա բոնոս։ Եղել է որ նյարդայնանամ։ Ահա։ Հետո շատ ուշ ասեմ։ Չէ, հետո։ Կարող ես անուններ չնշել, բայց խորհուրդները Ես իշել։ առհասարակ չեմ սիրում, որ խորհուրդ են տալիս, երբ որ խորհուրդ չեմ հարցնում։ Շատ անձնական խորհուրդներ չեմ սիրում։ Իսկ դեպքերը շատ են։ Չէ։ 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 Բայց երբ լինում է Երևանանում ես։ Ներվայնանում եմ, երբ որ այդ անցնում է անձնական տարածքի սահմանը։ Երբ որ ինչ-որ գլոբալ հարցի շուրջ է, հա, բայց երբ որ կա հարց, որ վերաբերվում է մենակ երկու հոգու, այդ ժամանակ նյարդայնանում եմ։ Չէր։ Տեսար էլի պատրաստված է դոնամեկ մնակիչ։ Դե լավ։ Նարեկ ջան։ Մենք դրա մասով կշփվենք հենց։ Այո, բայց առայժմ հստակ միասին եք տուն գնալու, առայժմ։ Առայժմ հա։ Բայց դեռ ունենք շատ Ես անկեղծ եմ քո հետ, ուրախ չես։ Ես շատ ուրախ եմ։ Մենք էլ ուրախ որ մեզ հետ ենք անկեղծ, հա։ Դոնա ջան, առաջին փուլի երրորդ հարցը քեզ։ Եղել է որևէ հանդիպումից խուսափելու համար խափես, ասես Նարեկը համաձայն չի, բայց իրականում Նարեկը դրա մասին տեղյակ չլինի։ Ոչ։ Ճիշտ է։ Պատասխանը ճիշտ էր։ Այսինքն Նարեկին դու օրինակ չես բերել պատճառ, որ չգնաս քո չուզած տեղը։ Իսկ արգելքներ Նարեկի կողմից հաճախ է եղել կամ լինում։ Չէ, ինքը ընդհանրապես տենց տեսակով արգելող մարդ չի, ինչ որ մի բան որ լինում է, ուղղակի քննարկում ենք։ Թվում է տենց ավելի ճիշտ է, արգելել կամ չարգելելու հարց չկա։ Չէ, էգոիստաբար չի պատասխանում հարցը։ Այսքան դեռ դու ես էգոիստը դառնում ազատ։ Հələ որ ես։ Դեռ դու ես։ Հələ որ ես կվերցնեմ։ Դոնա ջան, իսկ դու չես արգելում։ Ես։ Ինչ արգելեմ։ Արգելումը։ Արգելում, ահա։ Ինչ եմ արգելել։ Հիմա ինչ ասում, մի խանգարի, թող ասի։ Հիմա ասում եմ։ Ասա Նարեկ ջան։ Ժողովուրդ ջան, ի՞նչ է նշանակում, էլի ասենք։ Ինձ հետ դու ժամանակ չես անցկացնում։ Ես եթե ժամանակ ունենամ, բնականաբար ես գրադասում եմ ընտանիքիս հետ, չէ՞, անցկացնում։ Ընտանիքիս հետ հեռախոս ես ներվայնանում եմ, որ ինքը հեռախոսի մեջ է մտնում ժամերով։ Մոռացանք, հեռախոսը մոռացանք։ Ինչ։ Այդ ինչ եմ արգելել քեզ։ Արևս, ցավը տանեմ։ Ես ինչքան մաքսիմալ կարող եմ, ես կիսում եմ իմ ընտանիքի հետ իմ ժամանակը։ Ինչի մասին է խոսքը, ինչի համար ես դու անընդհատ Ասում որ քիչ ժամանակ ես հատկացնում ընտանիքիդ։ Ինչի համար է։ Հարցից հարցա, բայց մենք եկել ենք հաղթան դրամար ենք եկել, հա, հարցը տալու պատասխան։ Բայց ես իրան ուղակի ուզում եմ, որ ինքը շատ ժամանակ իմ հետ լինի։ Ուղակի շատ ժամանակ ինքը աշխատանքի ազու դրանից եմ նեղում, որ քիչ եմ տեսնում, թե չէ ինչ եմ ասել։ Տուն եղած ժամանակ էլ հեռախոսի մեջ է։ Տուն եղած ժամանակ էլ հեռախոսի մեջ է։ Ուսա ասում եմ մարդ ով բլոգ է վարում։
Բայց ես Ինչ էր կա, էլի։ Ինչ էր կա, ես հատկացնում եմ ժամանակի մամուս։ Ապրես դու, որ ես չեմ հատկացնում։ Խոսքով թեթև բողոք կար, որը այսօր բարձրաձայնես եւ Դոնան եւ Աննշան Նարեկը։ կորքում։ Հա, Դոնա ջան, Նարեկը վստահաբար բոլոր ազատ ժամանակը փորձում անցկացնել քո եւ իր երեխայի հետ։ Հեռախոսը էլի անհրաժեշտություն է փաստորեն։ Զանգեր է գալիս, բան հաղորդագրություններ, Լավ։ Համոզեցինք ոնց որ։ հետաքրքիր ռիլեր են ուղարկում, նայում ես։ Շփվում ենք, չէ՞։ Ոնց որ համոզեցինք։ Ոնց որ։ Խոս քո կերպորդ կոնտենտ դրական ներկայացնում, դա Դրական դրական է, չես, բայց դու ես դրական դրական Ասա, այդ ամեն ինչ ասա, որ դրական չես։ Ասում եմ, դու տես դրական ես, որ Ինչ տես եմ։ դրական ես քեզ։ Բոլորը դրա մասին գիտեն, Բոլորը։ բոլորը են խոսում դրա մասին, ովքեր մեզ ճանաչում են։ Գիտեն, որ մեր մեջ դրականը նու լավ տենց ճար։ Հիշում եք էգոիստի պահը, բայց հիշում եք այդ էգոիստի պահը։ Այս պահը հանում եք։ Հիշում եմ այս պահը թողեք, իր իրական կերպարը։ Դեն ամբողջ հաղորդում ես պայ համար է ժա։ Այնպես որ լեզվի սայթակում է, էլի ստումա չեք հարցնի, չէ, էգոիստի ինչ որ օրինակ բերեմ թե չէ։ Մեկնարկում ենք երկրորդ փուլը, որը կոչվում է փող եւ փաստ, եւ կրկին Նարեկ ջան սկսում ենք քեզանից, որովհետեւ դու շատ լավ ես պատասխանում, քայլ շարունակենք, հա։ Եվ միանգամից առաջին հարցը քեզ ուղղված։ Նարեկ ջան, երբևէ մտածել ես, որ դու ավելի լավ ես կառավարում գումարը։ Այո, Ճիշտ է։ Պատասխանը ճիշտ է, մեր Նարեկը կարծում է, որ շատ ավելի ճիշտ է կառավարում, կամ կարծում է, որ դու ես սխալ կառավարում։ Այսինքն կպարզենք։ իրականում ինքն էլ է լավ կառավարում on-line shopping-ներում։ Շատ հոյակապ կառավարում, հա։ Ճիշտ է, ընթացքում 1-2 անգամ ես էլ եմ շահում, բայց դա ինձ թվում է չի բավականացնում, որ քեզ ինչ-որ տիտղոս տանք, Ես որ չեմ դու լավ կարողանում կառավարում տնօրինեմ ես։ մեր գումարը։ Համաձայն չես, մենք տաբան դիր այն համաձայն։ Ես համաձայն Իմ չեմ։ գումարը։ Հա քո գումարը։ Իմ գումարը, հա։ Դե քո գումարը Իմ մեր գումարը- գումարն է, իմ գումարը իմ գումարը։ Այդ ստանդարտ սխեմա է, որ դու աշխատում ես որևէ Չէ, ես ընտանիքներում։ կարծում եմ ես էլ անիմաստ չեմ ծախսում ամեն դեպքում։ Չէ, բայց կարծում ես, որ ավելի լավ ես կառավարում, քան Հա, Նարեկը։ ինձ թվում է։ Իմաստալից գնումներ։ Իսկ որտեղ է թերացել ֆինանսի կառավարման մեջ Նարեկը, ըստ որի դու կարծում ես, որ դու ավելի լավ ես կառավարում։ Չէ, ասի թերացել է, բայց ինքը չի կարողանում հավաքել տենց։ Իսկ ես ավելի շատ կարողանում եմ հավաքել, տնտեսեմ էլի։ Վերջում պետք է գոնե յուղը չփոխե իր մեքենայի, չէ՞։ Մի ամիս էլ ձգեի։ Նարեկ ջան, եղել է ռոմանտիկ քայլ կատարես, մտածելով, որ դա կոնտենտի համար լավ դիտումներ կապահովի։ Ոչ։ Ճիշտ է։ Բոլոր ռոմանտիկ քայլերը, իսկ դրանք քիչ չեն, ձեր էջին հետևելով, մեր Նարեկ կարել է բացառապես զգացմունքներից դրդված, քեզ ուրախացնելու համար։ Ես գիտեմ, Նա ես դրա համար լիան շատ եմ սիրում, որովհետև մեր մեջ այդ ձևականությունը չկա, ինքը ինչ անում է, ի սրտե անում։ Ես գիտեմ Նարեկ ջան, որ դու արդեն սկսել ես մենակ էլ բլոգ վարել։ Դա քո նախաձեռնություններ։ Դու վիդեոներ ես անում շատ հաճախ արդեն առանձին, առանց Դոնայի։ Դա քո նախաձեռնությունը թե Դոնան ուղղորդեց։ Չէ, իրականում Դոնան միշտ ուզեցել է, որպեսզի ակտիվ, երկուսս էլ ակտիվ լինենք բլոգում, հա, երբեմն մտքումս տենց արկայծումներ են լինում իրեն ուրախացնելու, տենց մի քանի անգամ եղել է դեպքեր, որ նկարել եմ, ինչքան էլ որ ինձ համար շատ խորթ է, հա, տենց էկրանին նայելով խոսամ, տեսակ չեմ պատկերացնում ինձ դրա մեջ, բայց արդեն ոնց որ կամաց ստացվում է ու ես ինտեգրվում եմ Դոնայի շարքերում։ Ինչպես կգնահատես Նարեկի առաջին քայլերը։ 10-ից 10 բալային համակարգում։ Ոնց որ կասկածում ես, հա, 10-ից տենց Հələ լրիվ 10 չես, բայց Զիգ 10-ոտ է, ամբողջական 10-ոտ չես, եմ։ բայց հավակնում ես։ Հավակնում ես։ Շնորհակալություն։ Իսկ դու կարող կոնտենտի համար մի քիչ։ Չէ, Չէ, ես իհարկե ոչ։ չէ, Իսկ անկեղծությունը ամենակարևորը է դա։ անկեղծ սիրով եմ սիրում կան։ Դե մենք արդեն դա համոզվում ենք, հա, գնալով էլ ավելի։ Շատ կարևոր հարց։ Նարեկ ջան, կա հատկանիշ, որով չես ուզի երեխատ նման լինի կնոջդ։ Ոչ։ Ճիշտ է։ Պատասխանը ճիշտ է։ Ոնց է։ Ոնց է։ Վաու։ Վաու։ Դե չես սպասում։ Չէ։ Իրականում ես չէի սպասում, որովհետև ասեցի, հետո հիշեցի, որ սոտիկի Դες առաջին ռեակցիան եղավ առաջի հիշելով, հետո հիշեցի։ Բայց դե կիսում ես այդ։ Այնա որ բնավորության գիտես չես ցանկանա։ Չէ, իրականում կուզեմ քո նման լինի։ Ուղղակի նամանավանդ իմ աղջիկը չեմ ուզի քո նման լինի, որովհետև շատ կարող է ես իրան խանդեմ։ Հա, Այսինքն։ շատ լավ է կլինի ուղղակի։ Օ, Շատ լավ է աղջիկդ կլինի։ կխանդես, այդ բանը ինչ որ ճիշտ չի։
Այսինքն չկա բնավորության գիծ, որը դու չես ունում։ Դու ունես հիմա հնարավորություն Դոնա ջան այդ հարցին պատասխանելու կա, այդպես բնավորության գիծ, որը չես ցանկանա, որ քո երեխան ժառանգի։ Արեկից կա։ Հա, կարող իմանալ կա։ Տակարյունություն չի ուզենանք շատ տակարյուն մարդ, իրան նայելով կարող է տենց ամենևին չկասվեք, Շատ բարի դեմք ունի։ արտաքինը խափոսի կա։ Չի ասի։ Այդտենց է խափվել ես ուզել ես։ Այդ հայացքն էլի։ Հայացքներ։ Ինչ դրվագներ եղել տակարյունության, հա, պորտկումների միակ։ Ինքը ուղղակի պահեր կա, որ չի հասցնում սիտուացիան նորմալ մտածի, մի քիչ sense տակարյուն ավելի հարցին մոտենում, այդ ավելի շատ կարող հենց հիմա այդ սիտուացիան։ Ֆիքս է կասացնում, հա, որտեղ այդ պատասխանես մի նայն արեք, որ։ Չէ, սովորել եմ։ Չէ, իրականում ավելի շատ ոչ թե իմ հանդեպ, այլ ինքը ինչ որ սիտուացիաներին է տենց արձագանքում, իսկ մեր մեջ, քանի որ ես հանգիստ եմ ավելի, կարողանում ենք հարթել այդ սիտուացիան։ Նարեկ ջան ապրես, երկրորդ փուլը նույնպես դու հաղթարեցիր, իդեալական հաղթարեցիր, զարմանալի ցուցանիշներով շատ ապրես դու, պատասխանելու հերթը Դոնա ջան քոնն է։ Դե սկսեցինք։ Դոնա, երբևէ ցանկացել ես մեծ գնում կատարել, բայց վախեցել ես Նարեկի արձագանքից։ Ոչ։ Ճիշտ է։ Պատասխանը ճիշտ էր, բայց այսպեսով հարց, հա, ճյուղավոր եմ հարցը։ Ոչ, որովհետև չես ցանկացել մեծ գնում, թե այնքան ես վախեցել, չես էլ մտածել այդ ուղղությամբ։ Կանեմ վախեցել, չեմ էլ մտածել։ Չէ, չեմ Դա վախեցել։ ասում այն մարդը, որ ես չեմ խնայում կյանք։ Չէ, իրականում ինքը տենց չի ինչից Ես ձեռս վախենամ։ փակ մարդ չեմ, բոլորը գիտեն, էլի։ Էնա։ Ձեռն է բացա։ Գանակ արդեն կա վերջին ձեր մեծ գնումը որն է եղել։ Իմ մեծ գնումը Քո մեծ գնումը վերջին, հա։ չեմ հիշում։ Քո վերջի մեծ գնում ես մատանիներ կյանք, որ Վերջ։ Բայց ես համաձայն չեմ։ Դու հիմա, այսինքն ես քեզ ոչ մի բան չեմ նվիրում։ Սովետ տանում։ Ես վերջում ես սվիտերներ, որ շատ էի հավանել։ Չէ, շատ մեծ, ուզում եմ շատ մեծ գնում հիշեմ, որ ինչ որ տենց ինչ եմ առել շատ մեծ քեզ հեռախոս անցած տարի։ Էլի քո համար անում Նարեկ ջան ինչ անում է։ Ընտանիքի մեջ եմ։ Չեմ հիշում, քանի որ հիմա ես ոնց որ երեխու հետ եմ, իմ ամբողջ գնումները երեխեն է, այս վերջի 6 ամիսը ես իմ ամուսնուն թեթև բաներ, շատ մեծ գնումներ։ Այսինքն ընկելա upside։ Բայց ես տենց ասում, դու երբ ես upside ընկել։ Ուղղակի ասում շատ մեծ գնում, շատ մեծ է, ես պատկերացնում եմ ինչ որ թանկ բան էլի, ավելի ինչեր կա, ասենք էլի։ Շատ մեծ։ Ես այդ մանր բաները չեմ հաշվում, բայց ես քիչ չեմ նվիրում։ Այսինքն դու հաշվում ես իմ առածի գինը, հա, նայում ես մեծ փոքրին։ Չէ, բացարձակ։ Այս հարցը, որ բան եղավ, ինքը ասես չէ, սա կմտածեմ, ես ոչ մի չեմ նվիրում։ Չէ, տես չէ։ Այդ ինչեր ես ասում։ Քան ինձ դրեցիր վատ մարդու տեղ։ Սարկազմը բոլորը հասկանում են։ Շարունակում ենք Դոնա ջան, պատրաստ եղիր պատասխանելու մյուս հարցին, որը հնչում է այսպես. երբևէ ընտրություն կատարել ես քո հարմարավետության եւ Նարեկի ցանկության միջև։ Երեխային խնամել կլինի կամ այլ գործեր։ Ոչ։ Սուտ է։ Պատասխանը սխալ էր, պատասխանը սուտ էր եւ ձեր ժպիտից կարող ենք դատել, որ գիտեի դրա մասին։ Լսում եմ։ Այսինքն նախապատվությունը ինչին է տվել հարմարավետությանը քո թե Նարեկի ցանկությանը։ Էս էլ է հաշվում։ Չէ, Նարեկի ցանկության։ Նարեկի ցանկությանը։ Ես չեմ ուզում ուղղակի բան ասել, որտեվ էգոիստի տպավորություն Ասա, եմ ուզում եմ ասես։ Ես չեմ։ Մենք արդեն համոզվել ենք, որ էգոիստ ես Նարեկ ջան, Հանգիստ հանգիստ ասել, ուրիշ ոչ մի բան։ Ես եմ քո այդ ընտրությունը, քո Ասա, Նարեկ հարմարավետ ջան։ ընտրությունն եմ։ Չէ։ Ես քեզ փրկում եմ իրականում այս իրավիճակից։ Ես ուզում եմ հասկանալ Պրովոկացիոն հարցից ես քեզ փրկում եմ։ Պրովոկացիոն հարցից։ Չէ։ Բայց դու փրկված ես։ Փրկված եմ, չէ։ Հա, լավ ամփոփես Նարեկը։ Լավ ամփոփեց։ Այլ ասելիք չունեմ։ Դոնա ջան, եւս մեկ հարց, որը կարող է կելի պրովոկացիոն համարել։ Քննարկել ես ամուսնուդ հետ ունեցած խնդիրները սկեսայրիդ հետ։ Ոչ։ Ճիշտ է։ Պատասխանը ճիշտ էր, իսկ բարեկամներից կամ ընկերներից ում եք քննարկել։ Ոչ մեկի։ Ինչի պետք է մեր անձնականը քննարկեմ ինչ որ մեկի հետ։ Բնականաբար, այո։ Եթե անգամ ընտանիքի անդամները։ Չէ, ես կարծում եմ, որ ընտանիք հասվածը ինչքան էլ որ, հա, մամա, պապա, սկեսուր, կեսրայր, բայց կան հարցեր, որը որ մենակ մեզ վերաբերվում ու սկեսրոջ համար ավելի հարազատ է, քան ես, որտեվ ամեն հարցում բոլորը օգնում են
բոլորը բռնում են դեպի Դոնայի կողմը։ Դոնային շատ եմ սիրում։ Ես էլ այտենց դենգած, ինչ-որ Դոնային շատ եմ սիրում։ Այո։ Դոնա ջան, երկրորդ փուլը նույնպես ավարտվեց քեզ հետ, ապրես։ Ձեր զույգը զարմացնում է իր անկեղծությամբ մեզ, անկեղծ եմ ասում։ Եզակի անկեղծ եք, բացառիկ անկեղծ եք, ոչ միայն Instagram-ում, այլ նաև ռեալ կյանքում, ինչ շատ գովելի է։ Իսկ մենք շարունակում ենք, որովհետև արխիվում երրորդ սպասված դեմ առ դեմ փուլն է։ Գնացինք։ Հարգելիներս մեկնարկում է դեմ առ դեմ փուլը, Նարեկ ջան, դու մեր պատրաստած հարցերին ֆանտաստիկ պատասխանեցիր, իսկ հիմա տեսնենք այդպես կպատասխանես քո կնոջ կողմից պատրաստված հարցերին, Դոնա ջան, սկսեցինք։ Պատրաստ ես։ Դե։ Ամենակարևոր հարցը։ Դու ինձ երբևէ խաբել ես, թեկուզ փոքր ինչ-որ բան։ Այո։ Ճիշտ է։ Պատասխանը ճիշտ է։ Փոքր բանում խաբել է։ Էդ էի ուզում ասել, ես շատ իզուր ասեցի փոքր։ Ես շեշտում եմ փոքր բանում։ Լավ, ես ասա երկրորդ հարցը։ Միանշանակ փոքր բանում, թե չէ, արդեն համոզվեցինք նախորդ պատասխանից, որ մեծ բանում չի խաբել ոչ։ Կարամ հիմա հարց տամ, դու ինձ երբևէ մեծ բանում խաբել ես։ Դե դրա համար փոքր բան է։ Բացա։ Մանուկների հետևից արի չենք Կոալիցիա մենք, եք կազմել։ Մանուկների հետևից չենք Դե ընկել։ փոքր բան է, Դոնա ջան։ Լավ, Ինչևէ։ լավ։ Հարց համար 2։ Եթե ես երբևէ սխալ լինեմ, դու կասես ճշմարտությունը, նույնիսկ եթե այդ ինձ ցավեցնի։ Այո։ Ճիշտ է։ Պատասխանը ճիշտ է։ Ես անկեղծ մարդ եմ։ Հետաքրքիր է շատ։ Իսկ եղել է տենց դեպքեր, որ դու ասես Դոնայի սխալը պայմանականորեն կամ ծանր ճշմարտությունը։ Չէ, ինքը դեռևս միշտ ճիշտ է։ Չէ, բայց իրականում ճիշտը մարդուն առանձին իհարկե պայմաններում ասել է, ինձ թվում է, դա սխալ չի, էլի։ Ես կարող եմ իր հետ պնդեմ այդ սխալը, բայց իրար հետ մենք հաստատ կքննարկենք այդ Համաձայն եմ։ Լրիվ համաձայն եմ։ Դոնա ջան, երրորդ հարցը։ Երրորդ հարցը։ Դու հավատում ես, որ սերը ժամանակի հետ կարող է փոխվել, բայց չպակասել։ Այո։ Ճիշտ է։ Պատասխանը ճիշտ է։ Մեր Նարեկը կարծում է, որ Ուզում բացատրես։ սերը կարող է փոխվել։ Կարող է փոխվել, բայց չպակասել, այո։ Բայց ես չասեցի, որ փոխվի դեպի վատը։ Կարա փոխվի դեպի լավը, որովհետև այն առաջին օրը, որ ես քեզ եմ տեսել, սիրահարվել, հա, ինչ որ ասենց զգացմունքներ, հաստատ չի կարող համեմատվի, երբ որ դու արդեն իմ կինն ես, նամանավանդ մենք արդեն երեխա ունենք, այսինքն դա սեր չէ, դա արդեն աշխարհ է։ Չէ, լավ է պատրաստել հարցերը, որ ուղարկել էի։ Արդեն ապրելակերպը հասկանում ես, դա չի պակասում, դա գնալով պրոգրեսիվ մեծանում է, ավելանում։ Պարապածա։ Սերս։ Այդպես։ Հա, փաստացի այնքան անկեղծ է մեր Նարեկը, որ անգամ խափելու մասին ասես, որ խափել է։ Այդքան անկեղծ է, այդքան կայացած։ Իմանա ինչու ես խափել, բայց լավ։ Փոքր բաներում իման, մանր բաներում։ Տաքսիից կզանգես, կասես։ Նարեկը մաքսիմալ անկեղծ, մաքսիմալ վստահ, հա, եկել էր այսօր մեր հաղորդմանը։ Փայլեցի Նարեկ ջան, փայլեցիր։ Դոնա ջան, պատրաստ ես քո ամուսնու պես փայլել բոլոր հարցերի պատասխանելու դեպքում։ Իհարկե։ Այո, ստուգենք։ Նարեկ ջան, խնդրեմ։ Ես սպասում եմ շատ։ Դու ինձ հետ միշտ երջանիկ ես եղել։ Միշտ։ Այո։ Ճիշտ է։ Պատասխանը ճիշտ էր ու դժվար չէր գուշակել ձեր ժպիտներից, ձեր հայացքներից, թե ինչպես եք իրար նայում, ինչպես եք իրար ժպտում, թաքուն։ Սա դեռ ուղակի տրամադրում։ Հա, բայց սա տակածնող հարցեր, սա տակածնող հարցեր, հա։ Որտեվ գալիս է երկրորդ։ Լավ։ Եթե նորից ընտրելու հնարավորություն ունենայիր, ինձ նորից կընտրեիր որպես ամուսին։ Այո։ Ճիշտ է։ Ես քեզ պաշտում։ Քեզ ամեն ինչ պարզ է այս հարցի շուրջ։ Նարեկ ջան, բայց դու ոնց որ կասկածաբանությամբ էիր նայում, հա, Դոնային այդ հարցը տալիս։ Սենց արեցի։ Իմ Ուզում եմ հայացքով ազդեիր Չէ, իմ բացասական որակավորումները իմանալով ուզում եմ մի հատ քանի ստի դետեկտորը կա։ Ասեցի մի հատ հələ հստակեցնեմ։ Մարդուն մենակ առավելությունների համար չեն սիրում։ Ցավը տանը։ Նուրբ ակնարկ, որ դու ունես նաև թերություններ, բայց իրեն քեզ նաև թերություններով հանդերձ։ Ես ուզում եմ հարցը մի քիչ ցած ասել։ Ոչ, պրովոկացիա հետո ասեցի լավ, այս հարցը չի։ Այս հարցը չի։ Այ երրորդը գուցե։ Երրորդը։ Երրորդը։ Որը չեմ կարծում, բայց խնդրեմ։ Հիշում ես, չէ, որ եթե մի օր ես էլ չլինեմ, հաջորդ օրը գալու եմ հետևից հետ։ Դա հարցը։ Հիշում ես թե չէ։ Չէ։ Ոչ։ Սուտ է։
Պատասխանը սուտ էր։ Որովհետև Դոնան հիշում այդ ամենը։ Բնականաբար դա կլիներ սուտ, որովհետև դա մենակ ինքը գիտի։ Հիմա դուք հասկանում եք իր էգոիզմի աստիճան, այսինքն ասում եմ, եթե ես չլինեմ, հաջորդ օրը դու էլ չպիտի լինես։ Դա ինձ թվում է էգոիզմի վառ արտահայտում է։ Դոնա ջան, իսկ դու այդ մտքիդ հաշտես։ Չէ։ Հաշտեմ, որ ինքը չլինի։ Չէ, որ հաջորդ օրը կայտած։ Որ մտքի։ Իրականում Չեմ կարող։ եթե նույն հարցը տրվեր ինձ, Ռազ ջան, ես միանշանակ կպատասխանեմ։ Ներողություն ընտանեկան հարց է։ Ռազ ջան, եթե նույն հարցը օրինակ ինձ տայիր, ես կպատասխանեի միանշանակ հաշտեմ, որովհետև այս հարցը կոնկրետ ես եմ մտածել ու դա տենց էլ լինելու է։ Ես հաշտ չեմ նախեն մտքի հետ, որ դու չլինես, չեմ էլ ուզում մտածեմ, որ մի հատ էլ դրանից բխող հարցերի մասին Դե դա հարցի մյուս կողմ։ Դե լավ։ Դոնան էլ եթե ինչ, գուցե քո այդ շփվելուց հետո շատ կարողանում է շատ արագ հարցերի տակից շատ լավ դուրս գա, եթե ինչ։ Դե եկավ պահը, երբ մենք արդեն կարող ենք ամփոփել ձեր արդյունքները։ Հիմա ներկայացնեմ թվերի տեսքով։ Նարեկը այսօր մեզ հետ անկեղծ էր ռեկորդային, մինչ այս չկրկնվող 100% ցուցանիշով։ Ծափեր են Նարեկին, ամենաանկեղծ մասնակիցն էր։ Իսկ ահա Դոնան մեզ հետ անկեղծ էր 85%-ով։ Քո ցուցանիշը 85%-ը, որը հավատա կնայես հաղորդումների մյուս շատ բարձր ցուցանիշ է։ Իսկ ձեր զույգի ընդհանուր անկեղծության ցուցանիշը 92.5 է։ Այնպես որ բրավո ձեր զույգին։ Իսկ ձեզ համար արդյունքը գոհացուցիչ էր, սպասելի էր, զարմանալի էր։ Իրականում մեր երկուսիս հանրագումարը սպասում է որ պետք է լինի 100։ Դե հաշվենք մի հարցը քո այդ ես դիտավորյալ ասացի ոչ։ Դե հիմա դու կարաս ասես դիտավորյալ ասացի, ես մենք կողմ չենք նայում, փաստացի ունենք այն, ինչ ունենք, որ 92.5 այդ շատ լավ է։ 92.5, Հա։ 7.5% դու ինձ Ստեղել է։ ապում ես։ Ես այս պայմաններում չպետք է վերանայվի ինչ-որ բան, ինչ-որ հարցեր պետք է վերանայվի։ Եթերն անջատեք։ Երեկոյան։ Իսկ դուք մնացեք մեզ հետ, որովհետև շատ զույգեր են պատրաստ մեզ հետ անկեղծանալու։ Շնորհակալություն։